Բոլորս ուզում ենք լինել լավամարդ։ Այդպես չի լինում։ Ես օրինակի համար լավամարդ լինելու դերը ին վրա չեմ վերցնում, բայց գիտեք, որ այդպես շատ դժվար է ապրել։ Դու այդ ժամանակ արդեն եւ մարդիկ սկսում են օրինակ նույն բան անել քեզնից թաքուն։ Եթե ձեզ թվում է, թե ես եթե եթերներում, տարբեր այս թեմաներով խոսում եմ, մեր տանը ինձնից թաքուն վատ ուտելիքներ օգտագործողներ չկան, դուք չարաչար սխալվում եք, որտեղ մեր տնեցիք էլ սպասում են, ես տանից գնում եմ եւ չեն սիրում, այո, շաքարը մեժողներին չեն սիրում, ես էլ եմ բախվում։ Կարճ անդրադառնանք, թե 65+ տարիքը ամենաշատը ինչ է սիրում, ասեցինք տոմատի մածուկ, այն օգտակար բաները կար պահածոների մասով, շատ կար ժամանակը, շատ սահմանափակ է, եւ նաեւ յուղը նախկինում ընդունված էր յուղի օգտագործումը։ Այդ սերունդը օգտագործում է ձետ, ավելի տապակած սննդատեսակներ, տակուտեսների մեջ, որ պակաս քան ապուժները, այստեղ էլ կարակ օգտագործեն գործնական խորհուրդ։ Օֆելիա ջան, ամենաբարդ հարցն եք տալիս եւ ամենաերկար պատասխանը ենթադրող, բայց ես պիտի փորձեմ շատ կարճ լինել։ Ընդհանրապես տապակումը եւ ջերմային մշակումը, երբ ճարպ ենք օգտագործում, որպես սննդի վերամշակման գործընթաց, ամենավատորակներից է, որովհետեւ անկախ նրանից ինչ եք օգտագործում, անգամ այդ նույն ձեթը։ Ձեթը, եթե դուք ռաֆինացված եք արել, այո, կարող եք ջերմաստիճանը բարձրացնել։ Ինչեւ կարող եք ասենք 160 էլ բարձրացնել, 180 է, բայց ինչքան շատ եք բարձրացնում, այդքան շատ ազատ ռադիկալ է իսկ ազատ ռադիկալները ներկայումս բազմաթիվ հիվանդությունների եւ օրգանիզմի օքսիդատիվ ստրեսի պատճառ են։ Մյուս դեպքում, եթե ոչ թե բուսական եք օգտագործել կենթանական, դա հագեցած ճարպաթթուներ է պարունակում, ավելի քիչ ազատ ռադիկալ կառաջանա, բայց բնականաբար որ սահմանափակելու խնդիր ունի, այսինքն այս առումով եւս շատ կարեւոր է ռիսկի եւ օգուտի գնահատումը։ Հիմա ինձ եթե հարցնեն, այո, պարտադիր պիտի բարձր ջերմաստիճանում տապակեմ, ես անպայման կասեմ կամ ձեթ օգտագործեք, բայց անպայման զտված, ռաֆինացված կամ կես կարակ, եւ կես բուսայուղ։ Կամ էլ խաշեք։ Բայց այդ եմ ասում, օրինակ վերջերս նաև այդ առումով էի ասում եմ, ես ճիշտն ասած շատ չեմ սիրում տապակած ուտելիքներ, բայց հետո երբ փորձեցի կապ գտնել, հասկացա, որ ինչպես նշեցի, տանը եւս, գավառի ավելի շատ խոհանոցն է տարածված, որտեղ առաջի ճաշատեսակները որպես այդպեսին հիմնականում էփած ուտելիքներ են, այսինքն ճաշեր են, չգիտեմ, կարտոֆիլով, բուսական, չգիտեմ, սիսերով, փախլավայի յուղով շերտերից հետո Բայց այնուամենայնիվ ոնց ուզում էի հիշեի, որ այդ տապակած օրինակ ուտելիքները մեր ընտանիքում երբեք շատ այդպես պոպուլյար չի եղել։ Բայց մյուս կողմից ուզում էի ասել նաև, որ մեր բոլոր անկախ նրանից, որ տարիքային խումբն է հետևում, մի շատ կարևոր հանգամանք, որ մենք պիտի հասկանանք, որ սննդամթերք ունի ռիսկեր եւ օգուտներ։ Եվ օրինակ, եթե հիմա ինձ նույն հարցը տա երիտասարդ, որը որ, չգիտեմ, մարզասրահ է այցելում, ես կասեմ, որ այո, կարող ես նաև հագեցած ճարպաթթուներ օգտագործել, բայց մենք բոլորը շատ լավ գիտենք, որ Հայաստանում սիրտանոթային համակարգի հիվանդությունները այնուամենայնիվ մեր հիվանդությունների բեռում մեծ կշիռ ունեն, մայրիկս էլ սրտաբան է, իր հիվանդների էլ մեծ մասը, ես տեսնում եմ, որ այդ տարիքային խմբին են պատկանում, եւ այս առումով մի խնդիր եւս կա, որ մեր մեծահասակները չեն սիրում պահել դիետա կամ սննդակարգ, սա էլ շատ կարևոր խնդիր է։ Ես չգիտեմ, դա ավելի սերունդներով է պայմանավորված, թե սնման սովորույթներով, ինչի որովհետև կարծում եմ նաև իրենք երկար ժամանակ այնպես չի, որ ուտելիքի այն բազմազանությունն են ունեցել, որը հիմա կա։ Հիմա ամեն ինչ, ճարվում է ամեն օր, ամեն ինչ հասանելի է բոլոր խանութներում, բայց օրինակ տանը նույն մենք այդ խնդիր ունենք, որտեվ օրինակ հայրիկս, որ անցած տարի վիրահատվել էր եւ բժիշկը սահմանափակումներ էր նշանակել, ես զգում էի, որ ինչքան ծանր է իր համար, չնայած իր բոլոր սահմանափակումներով եմ ես սնվում, այնպես չի, որ իր սահմանափակումները որ գրած են, կոնկրետ այն ուտելիքներն են, որ ես ընդհանրապես ոչ սիրում եմ, ոչ էլ իմ սննդակարգում ներառում եմ, բայց զգում էի, թե ինքը ինչքան բարդություններ ունի այդ սնման սովորույթների փոփոխության եւ ամեն օր հարցնում էր բժշկին, երբ եմ կարողանալու, երբ եմ դադարելու այդ սահմանափակող սննդակարգերով սնվել։ Բայց եկեք հիշենք մի կարևոր հանգամանք, որ երկրորդ շնչառությունը մարդու համար շատ լավ է, անշուշտ, բայց այստեղ էլ շատ կարևոր է հասկանալ, որ օրինակ ինձ որ կատակ են անում, ձեզ էլ նշեցի, էկոկենտրոնում ասում են Պիպոյանի, սիրելիների խումբը այդ 50+-ն այնտեղ ասում են իրան շատ են բալետ անում, ոգևորում, բայց ինչով է դա պայմանավորված, որտեվ մարդիկ ավելի մեծ տարիքում են սկսում գնահատել իրենց առողջությունը, սննդակարգը։ Սա նաև դրանով է պայմանավորված, որ ես օրինակ նույն լրագրողական համայնքում
ընթացքում շատ ընկերներ ունեմ, որ ասում են մայրիկս քեզ շատ է սիրում, ասում եմ դե մայրիկը ճաշակով է, դու ճաշակով չես, բայց իրականում որտեվ էլի մայրիկները ավելի տանն են, ես օրինակ միշտ են հաղորդումներին, որոնց որ մասնակցել եմ, լինի դա Շանթ հեռուստաընկերությունում, Հանրային հեռուստաընկերությունում, քանի որ ավելի առողջական ուղղվածություն են ունեցել բուժական, երիտասարդները չեն նայում այդ հաղորդումները, որովհետև տակ են կհասնեն 60 կնային։ Այսինքն սա էլ է շատ կարևոր, որ մենք պետք է բոլորս հասկանանք, որ ենթադրենք, հա, թեկուզ երիտասարդական տարիներին ինչ-որ հանգամանքներով պայմանավորված չենք հետևել, ապա երբեք ուշ չէ, երբեք փոխել սնման սովորույթները, շատ կարճ ընդամենը մի բան պատմեմ ձեզ, որտեվ գիտեմ եթերաժամը սահմանափակ է, օրինակ մեր տանը նաև աղի հետ կապված, իրենք ինձնից շատ ավելի աղի են ուտում, բայց ես քանի որ երկրից դուրս եմ երկար տարիներ ապրել, որտեղ ընդունված չի եղել ուտելիքը այդքան աղով համեմել, ես հետ եմ վարժվել։ Հիմա որ գալիս եմ արդեն շատ աղով համեմած ուտելիք, դե խնդրել եմ, այո, իրենց խնդրել եմ, որ աղը ուշ ավելացնեն։ Այսինքն իմ համար անալի, որտեվ դες չեմ կարող չէ հանել մեջից, եթե իմ համար են պատրաստում, որ հետո ավելացնեն։ Բայց հետո արդեն կամած իրենք էլ են մոռանում, մի քանի անգամ ավելացնել, եւ արդեն իրենք էլ են սովորում։ Այսինքն սա էլ է շատ կարևոր, որ սնման սովորույթները այո ժամանակի ընթացքում անընդհատ կարող են այո փոխվել։ Դավիթ, եւ վերջի հարցը, ասում են, որ կորելացիա կա միջոցների, փողի եւ սնունդի մասին, եւ ես ճանապարհին պատմեցի այն օրինակը, եւ արտերկրում ապրող տղան մորը ասում է ոնց ես, մայրը ասում է լավ եմ, ասում է դե սառնանը բաց ու նկարագրի թե մեջը ինչ կա ու կախված թե մեջը ինչ կա, տղան որոշում է, որ մայրը այն ամենայնիվ այնքան էլ լավ չէ, ինչ կապ կա փողի եւ սննդի միջև 65+-ում։ Ահա, տեսեք, քանի որ կապը մեզ մոտ գիտեք, հա, կարող է լինել հավաստի եւ ոչ հավաստի, տեսեք, այստեղ եւս ունենք խնդիր։ Ունենալ շատ գումար դեռևս չի նշանակում, որ մարդը կսնվի որակյալ, այսինքն այստեղ կապ չունենք։ Բայց եթե գումարի պակաս կա, ցավոք սրտի Հայաստանի Հանրապետությունում ագրոպարանային ապրանքները, այո, բավականին թանկ են եւ օրինակ եթե ձմռան եւ ամռան սեզոններով համեմատենք, ունենք նաեւ գնի էական տարբերություն, որտեղ մարդու սննդակարգում ամեն օր պետք է լինի առնվազն 400 գրամ միրգ եւ բանջարեղեն։ Եթե դա նայում ենք ամռանը, բա մեծ գումար չի։ Բայց ձմռանը արդեն ամեն օր 400 գրամ միրգ եւ բանջարեղեն, թոշակառուի համար միսը գիտեք որքան է թանկացել, իսկ օրինակ միսը կամ հա օրինակ ենթամթերքը դրանք երկաթի հեմատիկ երկաթի լավ աղբյուր են, իսկ մարդը նաեւ իր սննդակարգում հատկապես հա մենք ինչքան մեծանում ենք այդ միկրոսննդանյութերի կարիք ավելի շատ ունենք, չէ՞, օրինակ կանայք հա մենոպաուզայի շրջանում ավելի շատ կալցիումի նույն կարիք ունեն, իսկ կալցիումը սպիտակուցի, մկանային զանգվածի նաեւ պետք է հասկանանք աղբյուր է, եթե մենք լավորակ ներծծվող օրգանիզմ կալցիում ենք ուզում անպայման պետք է կաթնամթերքել օգտագործենք, կաթնաշոր օգտագործենք, իսկ արդեն որպեսզի նաև այդ միկրոսննդանյութերը մենք ապահովենք, նաև հետազոտություններն են ցույց տալիս մեր, որ ձմռան ամիսներին այդ գումարը հասնում է մարդու հաշվով 45000 դրամ։ Այսինքն եթե տանը օրինակ 2 հոգի է ապրում, արդեն 90000 դրամ նրանք պետք է հատկացնեն այդ սննդին։ Հաճախ նաև այդ գումարից են մարդիկ դժգոհ մնում եւ վատ մեկնաբանություններ են գրում, բայց մենք այդ մեթոդաբանություն ունենք եւ մարդիկ նաև երբ մեկնաբանություններն են գրում, ես հասկանում եմ, որ մարդիկ ճիշտ չեն հասկացել։ Դա վերաբերվում է մթերքի ձեռքբերմանը։ Այսինքն դուք որ մտնեք խանութ 90000 դրամի ուտելիք առնեք եւ բերեք ձեր տուն։ Դրա որտեվ տակը մեկնաբանություն են գրում, ինչ ես խոսում, դա մեկ սրճարան, դա սրճարանների, դա ռեստորանների մեթոդաբանությունով չի հաշվարկվում։ Դա այն պայմանների նվազագույնն է, հասկանալի։ Պայմաններում հաշվարկ ենք իրականացնում, բայց այս պարագայում էլ 45000 դրամը ձմռան 40000 դրամ թոշակ ստացող թոշակառուի համար անհնար բան է։ Դուք պատկերացրեք, որ ձմռանը, եթե օրինակ այս տարվա նման ցրտաշունչ, հա, երկար պահպանվող, որտեվ ամբողջ հունվար մենք ջեռուցել ենք մեր տանը, հա, եւ գազն է շատ մեծ ցուցմունք գատնա բերել եւ էլեկտրականությունը։ Դրա համար եմ ասում, որ դուք պատկերացրեք, որ մարդը, որը ստանում է օրինակ 80000 դրամ թոշակ, բայց սնվելու համար անհրաժեշտ է 90, բա դեղ, բա կոմունալ, բա մնացած ծախսերը։ Լավ չեղավ որ հաղորդումը այս նոտայով փակեցինք, բայց այնուամենայնիվ